Վերջնական որոշումս հայտարարում է։ Չքվիր, ոչ մի տաշիր սամո։ Կոչս մնում է ուժի մեջ, չգնալ ընտրությունների, դրանք ընտրություններ չեն։ Ով էլ գնա Նիկոլին ձայն տա, դա խղճից զուրկ մարդա, սաղ ինչքան չարիք կա աշխարհում թափի դրանց վրա։ Մի գնացեք, ընտրություն չկա, մի գնացեք, բոյկոտեք։ Սա մեկ, երկրորդը ինչ վերաբերվում է տաշիր սամոյին։ Չհերքեց, չհրաժարվեց, չմերժեց։ Բայց երբևիցե ասել է նա, որ գիտեք ինչ կա, եթե գա իշխանության Քոչարյան-Մոչարյան սերժե սա հանցագործներին պետական ու դավաճաններին, չգիտեմ, աննակարագրելի աստիճան սրիկա տականքներին ու թալանչիներին։ Կբանտարկի, կպատժի, կդատի, ոչ մի երբեք չի ասել։ Ու երեք ես արել էի վիդեոն, ձայնագրել էի, տեղադրեցի դրանց, իմաց տվեցի, նա չհերքեց, բանալ սիկտիրդ քաշի, ուրեմն տաշիր սամո, վերջ։ Ուրեմն այդ Նիկոլը ասել է, ձեզ կխցկի բոլորին 5%-ի մեջ, ես անգամ թույլ եմ տալիս 2%-ի մեջ, բոլորիդ խցկի, այդ դաշնակներով հանդերձ, այդ սաղ այդ սատանա դժողքի ապրանք, այդ ռոբիկ, տաշիր սամոսակ, սիկտիրա, դու բաբշե անմակարդակ ես, դու բաբշե արա, երեխեն մի պա երեքի բան տեսա այդ հատված, արա երեխեն չհասկացա, այդ ձեր զադումկերն էր, թե ոնց, այդ ինչն էր, որ երեխեն հարց տա, թե պատակական, նախ ամենը դնենք մի կողմ, երեխան, նաև անչափահաս է, նա ընտրելու իրավունք չունի, չէ, կարծեմ 18 տարեկանից հետո, չէ, չափահաս քաղաքացիները միայն կարող են ընտրել, հետո այդ ինչ երեսառած մի հատ ունեցել հարց է տալիս, ու սա էլ լրջության պատասխանում է, արա դու վաբշե փախդ քաշի, ասում են գիտեք ինչ կա, նա բարեգործ, արա հա ինչ անենք, ով ինչ արել է, չի արել, այդ իրա խղճի, այդ ոչ մեկի ոչ մի բան պարտք չի, սա մեկ, եւ ոչ մի առավելություն չունի, ով էլ ինչ որ արած լինի, դա առանձին թեմա է, հետո ես կասեմ, չէ, երբեմն ասում եմ, բայց ինչ ես արել, ես քո նմանների ռեխները ջարքը, սատանա, այդ սատանա հարց տվողը, դու ինչ ես արել, այդ քո այդ ռեխը ջարդողն է, որովհետեւ դա սատանեն է հարցը տալի, դա սատանեական հարց է, ինչ ես արել ես, առանձին կասեմ դրա համար, հետո, որն է, ինչ է, այն որ նա միլիարդատեր է, հա, հələ մի րոպե, դե եկեք մի հատ հարցնենք, բայց ինչի դու միլիարդատեր չես, ես միլիարդատեր չեմ, տաշիր սամոնն է միլիարդատեր, ասեմ ինչու, որովհետև այս պայմաններում, որտեղ մենք արդարության կողմն ենք, բարոյականության կողմն ենք, ասենք թե ես ուզում եմ ինչ-որ մի գործունեությամբ զբաղվեմ, ասենք, ձեռնարկությամբ, գալիս է չինովնիկը, գալիս են այդ մուսորները, վիմակատելները, ոնց թե ես պասիլատ եմ անում բոլորին ու վերջ հնարավորություն չունեմ, տաշիր սամոն և նմանները գնում են, ես ձեզ բացատրում եմ, ոնց են դրանք բիզնեսները անում, նրանք գրպանաբացում են կարշարքներ, վիմակատիրստվել, սաղ վճարում են, հասկացաք, դա ինչ է, առավելություն է, ուրիշ կերպ նրանք հնարավորություն չէին ունենա հարստանալու, դա հենց մինուս է, նման մարդկանց պետական կառավարումից պետք է պահել ինչքան հնարավոր է հեռու, վառ օրինակը ունենք, Վրաստանում, Իվանիշվիլին, տեսեք ինչ արեց, ոնց հաբրգեց, էնի բաբշե, բայց մարդա ով քիչ թե շատ իրենից ինչ-որ մի բան ներկայացնում էր, ասենք մի 100 մարդ կարող էր բերել, $1 միլիոն բաժանում էր բոլորին, բերին նստեցրեցին Իվանիշվիլուն, հիմա չգիտեմ ոնց ազատվել դրանից, մեկ անգամ էլ միտքս ավելի փորձեմ ավելի հասկանալի, ավելի ճշգրիտ, ես ոչ թե ես իրավունք չունեմ, այդ իրա խղճի հարցն է, կաշառքը ինչ արի իրա բիզնեսի, բայց ես ասում եմ, ինքը հակառակը, դա նրա առավելությունը չէ, դա
նրան նմանների նվազությունն է մեր նմանների արժև այսինքն առավելություն չունի հակառակը հասկանում եք չէ որովհետև առանց հետ էլ շատ ցածրալի աստիճան անհասկացող անգրագետները բարեգործա իսկ որտեղից դու գիտես բարեգործա դոդի գագույի նման էլի մի հատ բարեգործություն սաղը շտրու ռաստրուբիտը անում որ սաղը տեսեք ինչ տեսեք նաև հաշվի չեք առնում որ այդ սաղ դրանց բարեգործության նպատակը իրենց գովազդելն է մոռացա չնայած ասել է հոլովակներից մեկում այդ տաշիր առևտրի կենտրոնը դրանն է չէ մի րոպե ուրեմն իզուր չեն պատում այդ ժողովուրդ մեծ մասամբ տաքսիստները չէ այդ տաշիր դեռ որ թվականների 2000 որ թվականների 6 7 եւ այլն թվականներ ինչ էր պատում որ դրա թիկնապաները ախրանիկները սրան են ծեծե մի անգամ հարցակվեց մի հատ մինչև հիմա փոշմանում է որ ես դրա գլուխը չջարդեցի անտեղի մարդկանց վրա հարցակվում են էլի այդ սատանայական մտորլորդ ոչ մի խեռանի ես չպետք է տենամ կապ առևտրի կենտրոնա սուպերմարկետա ինչա եւ այլն ես պետք է չտենամ ոչ մեկի դու հասկացա սիկտիրը անմակարդակ ապուշ գեղցիներ արա հիմա մի չարիքից ուզում եք պրծնեք մյուս չարիքը գա չհասկացաք գայլից փախնեք ընկնեք արջի ձեռքը կամ արջից փախնեք արյուծի ձեռքը ընկնեք չարիքից ավելի մեծ չարիք չեն ընտրում ստե ընտրություն չկա ձեր ճիշտ միակ ընտրությունը պետք է լինի այն որ դուք ժխտեք այս բայց չընտրելով մի այլ չարիք այսօր ժխտեք մի գնացեք ընտրություն վերջ մի հատ ապուշ փողոցում հարցնում են տարիքով էլի ասում ես ուզում եմ սրանցից ազատվեմ չգբավում եք ձայնը տալու բայց երևի դրան է տաշիս իսկ ասում դուք ճանաչում եք ասում ես չգիտեմ որ ինչ մարդը ով է բա որ չգիտես նամանավանդ որ չգիտես ոնց ես դու դրան իմացի ես քեզ ասեցի դա ոչ պակաս չարիք է քան Նիկոլ Սրիկան ոչ որոշումս հայտարարեցի եւ սրա Տաշիր Սամոյի մաս ղախպեն չի ասել որ այդ սատանա Քոչարյանի եւ այլն հանցակո կպարժի սիկտիրը դու հես միայն դրա համար քեզ պարժի բաշիրան սիկտի չկվի է դաշտից սիկտի այ գեղցի անմակարդակ ապուշ Տաշիր Սամո ապուշ